Ամենակախարդական եւ մուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ փոքրիկ տաղանդավոր նկարիչներ։ Եթերում ինչպես միշտ մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի մուլտիկնիկը։ Ողջունում են ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները եւ մեր առատաձեռն ապաչիները։ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, նախաճաշիկներով, մարշմելոներով, աղի ձողիկներով, էլ ինչ եմ մոռացել, հավաքածու պարկերով հանդերձ, իմ փոքրիկ բարեկամներ։ Իհարկե, մեզ էլի ողջունող կա, դեռ 22 տարի է նա ձեզ ողջունում է, մեր ժամապահ Քերին, ով գտնում է այս տեսախցիկի ետևում։ Նա մեզ եթերային երկար ժամանակ կտա, որպեսզի ձեզ հետ միասին սիրելի փոքրիկներ կատարենք մի դժվարին մուլտիպլիկացիոն իլյուստրացիոն դժվարին հետաքրքիր կերպար։ Այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է թե ինչ առաջադրանք է տվել մեր քաղաք Երևանից Արտյոմը 13 տարեկան, մեր մշտական հեռուստադիտողներից մեկը։ Տեսեք ինչ վերնագրով առաջադրանք է։ Սիրահարված, Քերի, լսում ես? Լսիր, սիրահարված լոսը, լոս եղնիկը։ Քերի, ես դու գիտես հայերեն լոսը ինչպես է կոչվում։ Ես անընդհատ փորփրել եմ եւ գտել եմ, թե հայերենով լոս եղնիկը ինչպես է հնչում։ Որմզդեղն, Քերի, պատկերացնում ես լոսը կոչվում է որմզդեղն։ Այ հիմա անկյունում գտնվող մեր գեղեցկուհի Նախշունը, որ հիմա Քերի հետ զուգահեռ խոսում է, միշտ ասում է, կան հայերեն անուններ, որոնք կարծես թե հնչեղ չեն։ Անցյալ անգամ նկարեցինք Երամատ Ծույլին։ Նախշունը ինձ ասում էր, որ Նախշուն, դու ինձ լսում ես։ Լսում եմ։ Նախշունը ինձ ասում էր, որ նաև Երամատ Ծույլիկը, հիշում եք, չէ՞ որ նկարելի, կոչվում է համրուկ հայերեն, համր բառից է։ Իսկ Նախշուն, սիրելի Նախշուն, դուք գիտեիք, որ լոսը հայերեն կոչվում է որմզդեղն։ Եկեք Արտյոմի առաջադրանքը այսպես վերնագրենք. Սիրահարված որմզդեղնը։ Կհիշեմ անունը։ Լավ, համել հայերեն ենք սովորում։ Գուցե լոս ասեինք վերջանար, հն Քերի, որմզդեղնը։ Լավ։ Այսպես իմ փոքրիկ բարեկամներ, մենք նկարելու ենք այսօր ձեզ հետ միասին սիրահարված որմզդեղնին, լոսին։ Եկեք բարակ մատիտով նկարենք, նոր կանցնենք հաստ մատիտին ու կնդգծենք։ Լավ, այսպես ուրեմն բարակ մատիտով նկարենք նոր։ Ինչ ենք անում փոքրիկ բարեկամներ։ Մեր որմզդեղնին, լոսին, սիրահարված ինքն էլ նկարելու համար կսկսենք աչքերից, ավելի մուլտիպլիկացիոն եւ իլյուստրացիոն նկար ենք նկարելու։ Երևում է Քերի, թե մի քիչ հաստացնեմ։ Լավ, կհաստացնեմ, այսպես։ Այսպիսի երկու ձվաձև իրար կպած աչքեր ենք նկարելու, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Հետո սևիկները կլորիկ փայլիկով, մեկ, շատ փոքրիկ փայլիկ։ Հետո նոր նկարելու ենք դունչիկը, այստեղից, ուշադրություն։ Այսպիսի մի պատկեր ենք նկարում, օպ, ժպիտը կփակագծենք։ Հետո կոպեր, մի քիչ ծիծաղաշարժ հերոս ենք նկարելու սիրելի փոքրիկ բարեկամներ, ճակատային մասը այսպես ուռուցիկ, ակաժները աջ եւ ձախ, այսպես ուշադրություն, հոպ, հոպ, այստեղ էլ մի փոքր կերևա, հոպ, հոպ, ակաժներին խորություն կտանք, դունչիկը կորիկով կառանձնացնենք, ստացվեց, շատ լավ է, այստեղ անձրևի կաթիլի նման քթանցք, ներքևի շրթունքը, այսպես, վերջ,
Հիմա եղջյուրներն ենք նկարելու մեր որմզդեղնի լոսի, այսպես։ Ավելի հեշտ ձևով եմ ձեզ սովորեցնում նկարել, սիրելի փոքրիկներ, դեպի ձախ այսպեսի մի պատկեր, զուգահեռ հայելու նման դեպի աջ այսպեսի մի պատկեր։ Հետո բաժանում ենք պոզիկների 1, 2, 3, էլի դե փոքրից մեծ 1, 2, 3։ Ահա, մազի թելիկներ էստեղ շատ լավ է։ Մարմինը ավելի մուլտիպլիկացիոն կնկարենք, որպեսզի ձեզ համար բարդություններ չառաջանան։ Ինչ ենք անում, այստեղից ուշադրություն, պարկի նման պատկեր ենք նկարում, այսպես, տեսակ, այս ձևով եմ ձեզ սովորեցնում նկարել, քանի որ նա սիրահարված, որմզդեղն է, լոս է, ինչ ենք անելու, երևի թե ձեռքը այստեղ կնկարենք, այս մասում, ուր է մատիտս, էլի բարակը վերցրեցի, հաստ մատիտը վերցնենք, այսպեղից բարակ այսպիսի մի ձեռք կնկարենք, այստեղ ուրեմը կնկարենք, դե բութ մատիկը չենք նկարի, այսպիսի կորություն կտանք, ծալված մատիկները, իբր բռունցք է, ինչու, որպիսի նաև կարողանանք այստեղ ծաղիկներ նկարել, ծաղկեփունջ, մեկ, այստեղ 2, վերևի մասում ևս մեկ ծաղիկ, 3, լավ, 5 հատ նկարենք, նկարենք, 4, ևս մեկ այստեղ, կիսատ երևացող, 5, այստեղ տերևիկներ, ծաղկեփնջի ներքևի հատվածը, ցողունները, այստեղ էլ տերևիկ, լավ է, ծաղկեփունջը պատրաստ է, մյուս ձեռքն ենք նկարելու նույն ուղղությամբ, այստեղ առաջ կբերենք ձեռքը, թաթիկները կնկարենք, այստեղ արդեն բութ մատիկը նկարում ենք, բութ մատիկը, ցուցամատը պարզած, երկու մուլտիպլիկացիոն մատիկները ծալված, հետո կասեմ ինչու է այդպես արել նա, քանի որ սիրահարված լոս է, անդադ մոռանում եմ անունը, որմզդեղն է, ես նրան նաև թիթեռնիկ ժապավեն կտամ, պարանոցին կապած, հիմա այստեղից փորիկը կառանձնացնեմ, այսպես, այստեղ գծիկը կհաստացնենք, շատ լավ է, մնաց ոտքերը ավելի հեշտ ենք նկարելու սիրելի փոքրիկներ, տեսեք, այստեղից, այս մասից, ձախ ոտքն ենք նկարելու թեքությամբ, այսպես, բարակ մասից մի քիչ կհաստանանք, այսպես, կճղակը կնկարենք, հիմա մյուս ոտքը, էլի նույն ձևով, մի քիչ ավելի կարճ, քանի որ աջ ոտքն է, բարակ, գնալով հաստանում ենք, այսպես, եռանկյունի պատկերով կճղակը առանձնացնում ենք լոսի, դե սմբակ չի կարելի ասել, այստեղ մի փոքր պոչիկ կերևա, մարգագետինը գծիկով կառանձնացնենք, այստեղ արդեն, տեսեք սրտիկներ եմ նկարելու, գնալով սրտիկները կմեծացնենք, կարծես թե պղպջակներ լինեն, և ավելի մեծ, վերջ, կոպերն էլ սևով այսպես կընդգծեմ, հետաքրքիր կերպ ստացվեց սիրելի փոքրիկներ, ափսոս ժամանակ լիներ նաև անտառը կնկարենք այստեղ իմ լավ բարեկամներ, որտեղ է բնակվում, ում են նվիրում այս ծաղիկները, լավ տեսնենք, ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ, ես ուզում եմ շագանակագույն ներկել նրան, լոսին, մեր որմզդեղնին, իմ փոքրիկ բարեկամներ, լեզուս չի պտտվում, շագանակագույն մատիտով ուղղակի կընդգծենք նրան այսպես, այսպես, բերանի այս մասը, դունչիկը այլ գույնով ենք ներկելու, որպեսզի դունչիկը կլորացնենք, եթե նկատում եք, ես ներքևի հատվածից ավելի մուգ եմ ներկում, կզակը նույնպես, բայց վերևի հատվածը թողնում եմ սպիտակ, ունքերը, ճակատային մասը, աչակողմյան մասը էլի ներկում եմ մուգ, ականջին խորություն եմ տալիս շագանակագույն մատիտով,
Այստեղ նույնպես։ Հիմա ասում ենք պարանոցով մեջքի կողմն ենք ընդգծում։ Այսպես։ Ու սկսում ենք պարանոցն ու մարմինը կլորացնել։ Այսինքն աչակողմյա մասը, այսպես շագանակագույն ենք մուգ ներկում, նաև կլորացնում ենք։ Ներքևի մասը, փորիքի այս մասը կներկենք, ինչու ամբողջությամբ չեմ ներկում, որովհետև քիչ հետո մեզ օգնության է գալու մուգ դեղին մատիտը, սպիտակ թողված հատվածները ներկելու ենք մուգ դեղին։ Պոզիկները ինչ գույնով եմ ներկելու, որ գունեղ լինի, եկեք ինչ կլինի, որ նարնջագույն ներկենք, որ թող գունեղ սիրարված լոս լինի։ Ներկում ենք, էլի կարող ենք սիրելի փոքրիկներ, պոզիկների վրա փայլիկներ թողնել սպիտակ, այսպես։ Եթե նկատում եք աչակողմյա մասն է, այս անգամ լույսը ձախակողմյա հատվածից է, դրա համար մենք աչակողմյա մասն ենք ներկում, պոզիկներն էլ կլորացնում ենք, այսպես։ Գեղեցիկ ստացվեց, ինձ դուր է գալիս։ Տեսեք, մուգ դեղին մատիտն է մեզ օգնության գալու։ Իմ փոքրիկ բարեկամներ, սպիտակ թողված հատվածները մարմնի, բացի փորիկից, ներկում եմ մուգ դեղին մատիտով։ Այսպես։ Դրարարարամ, վաչ է լավ է, այսպես սպիտակ թողված հատվածները, ներկեցինք դեղին, գեղեցիկ իլյուստրացիա ստացվեց իմ լավ բարեկամներ, ես ուզում եմ ձեռքերն էլ մուգ դեղին ներկել, ստացվում է ձեզ մոտ, շատ լավ է, այսպես ուրեմն, ձեռնոցները կամ մատիկները, ինչպես ուզում եք անվանեք, կթողնեք սպիտակ, այ պոչիկը չմոռանաք ներկել, սայրը մի քիչ դեղին, ետևի մասը շագանակագույն, ականջը, մոռացանք, ականջը ներկել, այսպես, ապրեք դուք, մեզ օգնության կգա ամենադեղին մատիտը, ամենակախարդական դեղին մատիտը, այսպես դունչիկը սպիտակ ենք թողնելու, բայց էլի կլորացնելու ենք ամենակախարդական դեղին մատիտով, ներքևի հատվածից, ծաղիկները սպիտակ, եզրագծում ենք ուղղակի դեղին մատիտով, այսպես, ձեռնոցներն էլ սպիտակ մնաց, հիմա փորիկի այս մասը արդեն դեղին մատիտով կլորացնում ենք, կիսալուսնաձև աչակողմյա մասից, եթե սպիտակ մասեր մնում են, լավ է, պատ չէ, շագանակագույն մատիտը վերցնում ենք, կճղակներն ենք ներկում, կամ սմբակներ, ինչպես ցանկանում եք, այդպես էլ անվանեք, կարմիր մատիտ ուր ես, ասում է ես այստեղ եմ, ծաղիկների կենտրոնական կլորիկները կարմիր եմ ներկելու, այսպես 1, 2, 3, 4, 5, սրտիկներն են կարմիր ներկելու, այսպես 1, կարող ենք փայլիկով նկարել, ձախակողմյա հատվածում փայլիկ թողնել սրտիկներին, պղպջակի նման երևա, այսպես 1, 2, հիմա էլի ընդգծում ենք պատկերը, քեռի ինչքան ժամանակ ունենք, հասցնում ենք, քերին ասում է 3 րոպե մնաց մեզ, լավ սրտիկներ ներկեմ, խոտիկներ կներկեմ և վերջ, այս սրտիկներ ներկեցի, կանաչ մատիտը վերցնելու եմ, նախ և առաջ ներկելու ենք տերևիկները, ցողունը, այսպես, դուք ժամանակ ունեք, կարող եք մի քիչ ավելի բարդացնել ծաղիկները ավելի հետաքրքիր նկարել, ձեր սիրված ծաղիկները նկարեք, հիմա դաշտը կամ մարգագետինը, այսպես կանաչով ես կճնշեմ, այսպես, մի քիչ էլ եթե ժամանակ տա մեր բարի քեռին, երկինքն էլ կապույտով կարելի է այդպես ընդգծել սպիտակ թղթիկից ուղղակի ձեր հերոսը պոկվելու համար։
Դուք սրա փոխարեն կարող եք անտառը նկարել։ Գուցե նրա մոտ նաև հերոսուհի նկարեք։ Աղջնակ լոս կամ որմզդեղն։ Այ աղջիկ լոսին կսազա որմզդեղն։ Այսպես բաց կապույտ մատիտն էլ վերցնելու ենք քերի։ Մի քիչ էստեղ ամպիկներ ենք ավելացնելու եւ կասենք ավարտեցինք։ Քերին ասում է շատ քիչ ժամանակ է մեզ մնացել։ Նայ աչքերը սպիտակ են, դրա համար այստեղ կապույտ ներկեցի լավ երևալու համար։ Այսպես։ Խնդրեմ։ Ավարտեցինք, քերի, ավարտեցինք։ Ամենակարևորը շատ ծիծաղելի կերպար ստացվեց։ Արտյոմը քաղաք Երևանից 13 տարեկան խնդրել էր քերի մուլտիկնիկին, որովհետեւ քերին փոքրիկներին սովորեցնի նկարել սիրահարված լոս մեղքի զնակով։ Իսկ հայերեն դա հնչում է այսպես. սիրահարված որմզդեղն, բա Նախշունջան, բա այսպիսի անուններ էլ կան։ Լավ, ամենակարևորը մենք փոքրիկների առաջադրանք կատարում ենք բոլոր առաջադրանքներն ու խնդրանքները։ Եվ այսօր մենք ձեզ հետ նկարեցինք որմզդեղնին սիրահարված մուլտիպլիկացիոն կերպարով։ Քերի մուլտիկնիկ առաջադրանք է արդեն ձեզ տալիս, մրցույթ առաջադրանք։ Նկարում եք հերոսին, գուցե նաև նրա ընկերուհուն, նույն ձևով, մի քիչ ավելի աղջկական։ Հորինում եք մի փոքրիկ պատմություն ուղարկում քերի մուլտիկնիկին։ Դե հաղթողները գիտեք, այսպիսի նվերներ կստանան ու կմասնակցեն մեր հաղորդմանը։ Իսկ ձեր նամակները քերի մուլտիկնիկին հասնելու համար պետք է հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի մեծեր, ձեզ առաջադրանք։ Բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին ձեր փոքրիկների համար։ Քերի, վերջ, քերին ասում է վերջ։ Քերին թաթիկով է անում ժամապահ։ Սրտիկով է անում մեր սիրահարված որմզդեղնը, ես կհիշեմ այս անունը, երևի թե որմզդեղն։ Ցտեսություն են նաև ձեզ ասում իմ շատ սիրելի փոքրիկներ, մեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, Ապաչի ընկերությունը իր քաղցած ձողիկներով, թխված կաբլիտներով, արևածաղկի սերմերով, մարշմելոներով, աղի ձողիկներով, չիպսերով, նախաճաշիկներով, էլի։ Եվ քերին հրաժեշտ է տալիս, վաղը հանդիպելու ենք, եւս մեկ փոքրիկի առաջադրանք կատարենք, տեսնենք ինչ առաջադրանք է դա։ Իսկ հիմա ալբուլդը։